մեծ հաշվով ռացիոնալիզացնել, արդարացնել Ալիևի այս հայտարարությունները եւ ադրբեջանական կողմից հնչող այս հայտարարությունները, թե իբր տեսեք ընդդիմությունը ազգային ժողովում Արցախի դրոշն է դնում ու պատասխանը սա է, այսինքն եթե ընդդիմությունը Արցախի դրոշները չդներ խորհրդարանում, Ալիևը կմոռանար այս օրակարգի մասին կամ այս օրակարգը գոյություն չուներ միջև ընդդիմության կողմից այդ դրոշները դնելու պահը եւ կրկին կեղծ հավասարությունը, այսինքն նա ասում է Հայաստանում էլ են խոսում ինչ որ պատմական հայրենիքի մասին, այդ իսկ պատճառով Ադրբեջանում խոսում են, օգտագործում են այս բառապաշարը։ Հայաստանում բնականաբար խոսում են պատմական հայրենիքի մասին, խոսում են Լեռնային Ղարաբաղի մասին եւ այլն, բայց Հայաստանում ինչ մակարդակով է դրա մասին խոսում։ Ձեր իսկ կառավարության դիրքորոշումը այն է, որ մենք չենք խոսում դրա մասին եւ ի պատասխան Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս այդպիսի ելույթներով։ Դու չես կարող Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործող բառապաշարը նույնացնել տարբեր հասարակական խմբերի, թեկուզ քաղաքական ընդդիմության կողմից օգտագործող բառապաշարի հետ, որովհետև դրանք անհամեմատելի երևույթներ են։